Խաղաղություն ձեզ բոլորիդ։ Լսի Տիրոջ խոսքը, թորգոմի տան մնացորդ։ Այսօր Տերը ասում է, ոտքերս դնելու տեղ չունեմ քո երկրի մեջ։ Ամեն փողոց լցված է բղծությունով։ Լցրել եք ամեն բան բղծությունով։ Անօրենությունով լցված է ձեր երկիրը։ Ես վերցրիմ քեզ, որ ինձ ժառանգություն դարձնեմ, բայց ձեր անօրենությունները դուս եկան ձեր դեմ։ Ու իմ ոտքերին էլ պատվանդան չմնաց ձեր երկրի մեջ։ Իմ ոտքերը դնելու տեղ չմնաց ձեր երկրի մեջ։ Ու այսօր բոլորը ասում է բղծել եք, լցրել եք անօրենությունով։ Ձեր անօրենությունների պատճառով ձեր երկիրը փխսեց ձեզ իր սահմաններից։ Փխսեց ձեզ ձեր անօրենությունների պատճառով ձեր երկիրը ու ձեր սահմանները։ Այսօր Տիրոջը հասել է այն խոսքը, որ ասում եք, ինչ օգուտ կա քրիստոնեությունից, որ մենք ընդունեցինք։ Ծովից ծով Հայաստան ենք եւ հիմա տես ինչ ենք դարձել։ Մի փոքր պետություն, ի՞նչն է։ Ինչ օգուտ քրիստոնեությունից։ Տերն ասում է, դու դարձել ես իմ առաջ Բաբելոնի աշտարակ շինողների պես, որ ուզում են երկինք հասնեին, բայց ոչ ինձ հետ մոտիկ լինեին։ Դու ուզում ես սփռես քո տարածքը, քո իշխանությունը, ոչ թե որ Տիրոջ թագավորությունը հաստատես ու արքայությունը տարածես երկրի վրա, այլ որպեսի քո հպարտությունը գրգռես Տիրոջ առաջ։ Ահա Տերն ասում է, կկոտրեմ քո հպարտությունը, որ փրկեմ քո մնացորդը։ Ու դա Տեր այսօր անում է քո հետ։ Այսօր ղեկավարների այս ուղերձը նաև ուղված, պարոն Փաշինյան, ձեզ ու բոլոր նախարարներիդ։ Այսօր ասում եմ, դու դարձել ես իմ առաջ փարիսեցի ու մաքսավորի պես, որ մտան տաճար իմ առաջ աղոթելու։ Ու դու ասում ես, այսօր նայելով մաքսավորին ասում ես, իշ լավ է, որ ես սրա պես գրփող ու չփող չեմ։ Նայում ես անցյալներին ու քեզնից առաջվա այս երկրի մեջ գործողների, ասում ես, իշ լավ է, որ ես նրանց պես չեմ, ոչ գրփող եմ, ոչ չրփող եմ։ Ու այսօր դու քո անձը բարձրացրել ես Տիրոջ առաջ, բայց քո ասած անցյալներից շատերը այսօր Տիրոջ առաջ կուրս կենցեցում ու ասում են Տեր ողորմի մեզ։ Ու նրանք այդում են այսօր ավելի արդարացված, քան թե դուք, քան որ ձեր անձը բարձրացրել եք Աստծո առաջ։ Դուք ավետարանը անվանեցիք, որ նա վերափոխել է ձեր ամբողջ կյանքը։ Շրջադարձային եք համարել ավետարանը, երբ որ այսօր հնարավորությունը ընձեռվեց ես կարդալու ու վերընթերցելու։ Բայց այսօր դուք ինքներդ ծռել եք Տիրոջ իրավունքը ու չեք պահել Աստծո խոսքը։ Շրջանցել եք Քրիստոսի կենթանի խոսքը։ Այսօր Տերը ձեզ նշանակել է այս պետության, այս երկրի մեջ, ձեզ Տերը նշանակել է իրավունքի համար ու դատաստանի համար, նրանց դեմ, ովքեր դուրս են եկել Քրիստոսի առաջ ու հպարտացել ասելով, որ Տեր, այս երկիրը մերն է ու մենք ենք թագավորում, ասում էին, այս փողոցը, այս սարն ու այս սառը մերն է։ Բայց Տերը ձեզ նշանակեց, որ ցույց տա բոլոր նրանց, ովքեր ասում են, այդ ամեն բանը իմն է, որովհետեւ ցույց տա բոլորն էլ Տիրոջն է։ Ու նրանց հպարտությունը փչացնի, ու նրանց հպարտությունը կոտրի, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան դարձի գալու ու Քրիստոսին դավանելու։ Իրանց սրտերի մեջ, որովհետեւ Տերը մեղավորների մահը չի ուզում, այլ դարձի գալը։ Իսկ մեղադրություններով ու քննադատություններով անցյալին քո աթոռը չի կարա պահպանված մնա Քրիստոսի առաջ։ Ձեր աթոռը կպահպանվի միայն նրա խոսքը ու նրա կամքը ու նրա կանոնները կատարելու ժամանակ։ Ձեր անձը նվիրելու Քրիստոսին ու նրա կանոններին ու նրա ճշմարտության ու հոգուն առաջնորդությամբ ապրելով ձեր աթոռը Տերը հաստատում կպահի։ Իսկ այսօր ձեր աթոռը սասանվում է ձեր տակը։ Այսօր ձեր աթոռը ծառի տերևի պես ձեր առաջ ձեր տակից փախչում է։ Ու դրա պատճառով որ ծառել է Քրիստոսի իրավունքները, որտեղ մեղքի զորությունը օրենքն է։ Այսօր օրենքներ ենք ընդունում, որը անարգում է Քրիստոսի կենթանյանու նրա ճշմարտության խոսքը։ Այսօր քո նախարարները Տիրոջից արձակման թուղթ են պահանջում, որ Տերը արձակի այս ազգը, որտեղ իրանք չեն ուզում, որ Տերը թագավորի այս ազգի վրա ու այս պետության վրա։ Ու Տերը դուրս է եկել քո նախարարների դեմ դատաստանի, ու բոլոր քո նախարարներին մղջավանձն է հետևելու իրանցը։ Իրանք չեն կարալու քուն ունենան իրանց բարձին գլուխը դրա ժամանակ։ Մինչև նրանք ծնկները չծալեն Քրիստոսի առաջ ու չդավանեն կենթանի Աստծուն, Հիսուս Քրիստոսին միակ ով բարձրացնում է ու փչացնում է։ Փառք Հիսուսին։ Այսօր շատերը ասում եք, այս ազգը այսօր Տիրոջ առաջ ասում է, Տեր ուր է իր որ քո տաճարներն էին քանդում։ Տեր ուր է իր որ մանկատներն էին փչացնում ու կոտրում ու վառում իրանց զենքերով։ Լսեք Տիրոջ խոսքը, որ տաճարից որ Տերը դուրս է գալի, քարը քարի վրա չի մնա։ Ձեր տաճարներից Տերը շուտ է դուրս եկե։ Դրա համար քարը քարի վրա չի մնա։ Ձեր ծննդատունների մասին եք խոսում, թե ինչ Տեր ուր է իր որ ծննդատունը փուլ էր գալի, չէ որ դեռ մանուկներն էին։ Տերն ասում է, ես տեսել եմ ու իմ աչքերն ա տեսել, որ դուք
Մողոքին եք զոհաբերում ձեր որովայնի մեջ չկայացած պտուղները։ Տերն ասում է, որ ես տեսնում եմ, երբ որ դուք ռեֆմա Աստծուն աստղը նայելով գուշակություններ եք անում սեռերի նկատմամբ, թե ինչ սեռ եք ուզում այսօր ձեր արգանդում հայտնվելու ժամանակ։ Աղջիկ թե տղա, գուշակություններով լցրել եք, ու այսօր ասում ես Տեր ուր էիր, որ մանկատունն էին կամ ծնդատունն էին այսօր կոտրում ու փչացնում ու վառում, քարկոծում, քանդում։ Տերը միշտ իր ագահին է ու իր զորության մեջ է։ Ու Տերը ասում է, ես ամեն բան տեսել եմ։ Ու այսօր ձեր երիտասարդները վերցվան ձեզանից, որ հաշիվը հավասարեցվի։ Ամբողջ թորգոմիտուն դու ատում ես սեռը աղջկա։ Դուք բոլորդ պետք է ապաշխարեք Տիրոջ առաջ, որ դեռ չծնված այսօր իքական սեռը աղջիկ էակը փչացրել եք ու ձեր որովայնից դեռ դուրս չեկած նրանցը բոլորց մատաղ եք մատուցե մողոքին։ Ու ատում եք դուք բոլորդ Եվայցեղը, ատում եք Եվայից սկսած միջև վերջի այսօրվա աղջիկը ծնվող ու բնակվող այս երկրի վրա, բոլորը ծնողները, ձեր հայրերն ու պապերը, բոլորդ եք մեղանչի Աստծո առաջ։ Դուք ատում եք աղջկան, չասեք հանգարց Տիրոջ առաջ, որ ոչ Տեր, սա ճիշտ չի խոսում այս եղբայրը։ Մենք սիրում ենք մեր աղջիկ երեխեքին։ Դուք ատում եք աղջիկ երեխեքին։ Դուք նրանցը կոտորիկ, նրանցը մատուցիկ մողոքին, որպեսզի դուք գիտեք, որ սեռ աղջիկը դուք նրանցը վերացրիք, խեղտամահ արիք ձեր երեխեքին։ Եվ այսօր հաշիվը հավասարեցված։ Մի ասեք ու մի խոսեցեք իմ առաջ այն հովիվներն ու մարգարեները, որ այսօր տղաները քիչ են Հայաստանում, իսկ աղջիկները շատ։ Ոչ, Տերն ասում է հաշիվը հավասարացվել է։ Մի խոսեք Բահաղի սրտից, խոսեք Քրիստոսի սրտից ու Քրիստոսի հոգուց։ Ձեր մարգարեանում են իրանց սրտի ցանկությունները այսօր Տիրոջ առաջ։ Պատերազմներ չի լինի, սովով չի զարկի մեզ Տերը։ Սուտ եք մարգարեանում, դա ճիշտ չի։ Դուք փորձում եք այս ժողովրդի վերքերը թեթևաբարո ձևով բժշկեք։ Չի ստացվի դա ձեզ մոտ։ Ձեզ մեջ փող եմ բարձրացնում, բայց ոչ մեկը ուշքի չեկաք ու դարձի չեկաք դեպի Տերը։ Քահանաները այսօր պղծել են Քրիստոսի ավետարանը։ Ոնց որ դուք այսօր խայտարակարի Քրիստոսի ավետարանը քահանաներ լսեք Տիրոջ խոսքը։ Տերը բացահայտ ձեր ամոթը ձեր երեսին ա տալու, բացահայտ, ոնց որ դուք բացահայտ անարգեցիք Քրիստոսի խոսքը, անարգանք հավերելու Տերը ձեր երեսին, ու բոլոր ձեր ծածուկ գործերը հայտնապես հատուցելու ձեզ, ու կտեսնեք դուք բոլորը դրա մասին։ Բոլորդ կլսեք ու կտեսնեք դրա մասին։ Տերը փրկեց ձեզ ու այսօր դուք գուշակներին եք դիմում։ Ամեն որովայն Տերն ասում է ձեր երկրի մեջ լցված է մատաղի կուրքերի մսերով։ Տերը ձեզ փրկեց արյունահեղությունից, դուք գուշակություններին եք դիմում։ Ձեր գուշակներով եք այսօր Տիրոջ առաջ պարծենում, թե ամեն փողոց ու ամեն գյուղ ու ամեն քաղաք լցված է ձեր գուշակություններով, պղծություններով։ Ահա շուտով ոսկե հորթը կկառուցեք ձեր տաների մեջ ու նրանց պատկերները կտնեք ու կպտտվեք իրանց առաջ, ձեր ձեռքերը վեր բարձրացնելու ու ուրախանալով նրանց առաջ։ Բայց Տիրոջ ձեռքը ծանրացել է քեզ վրա։ Տերը զարկում է քեզ, որ կոտրի քո հպարտությունը, որ փրկի քո ժողովրդի մնացորդը։ Ահա ասում եք, որ Տերը մեզ սովով չի խփի, ահա սովա գալի քո վրա։ Ու բոլոր սահմանները լսի ուշադիր Տիրոջ խոսքը, նա փակում է քո բոլոր սահմանները, սփյուռքը քեզ չի փրկելու։ Նա փակելու է քո բոլոր սահմանները, մինչև դու թորգոմի տան մնացորդ, դարձ չգաս կենթանի Աստծո առաջ ու չասես մեր փրկությունը Տիրոջից է, մեր սպասումը Տիրոջից է։ Այդ ժամանակ կտեսնես Տիրոջ փառքը, որ ծագում է քեզ վրա։ Այդ ժամանակ կտեսնես Տիրոջ զորությունը, որ ծագում է քեզ վրա։ Ու նա առատություն կտա, ամեն ինչիդ մեջ առատություն կտա։ Ու նա քեզ կդարձնի այն անոթը, որը պատրաստել է ի սկզբանե, որ Աստծո սրտին ցանկություն է եղել այս երկիրը դարձնելու։ Եթե դու հոբի պես միջև վերջ համբերես, ոնց որ նա զավակներ կորցրեց ու նա կալվածքներ կորցրեց, բայց վերջում նրան հատուցեց Տերը հարյուրապատիկ։ Նույնն էլ քեզ կանի, եթե դու հավատարիմ մնաս միջև մահ կենթանի Աստծուն։ Ու դատարկ խոսքերով մի գայթակվեք։ Ու երբեք մի ասեք, որ այսօր նախնիներն էին, թե ներկաներն էին մեղավոր ձեր հողերի տարածքները կորցնելու համար։ Տերն ասում է, ես իր խոսքը հետևյալն աշեշտում ու ասում, որ եթե Տերը չի պահում քաղաքը, զուր են մնում պահապանները։ Իսկ եթե այսօր Տերը չի պահում ձեր սահմանները, զուր են ձեր զենքերը, թե նախնիները, թե ներկաները չեն կարող պահել, նա ինչ որ Տերը որոշել էր, որ տար հանձնել, միջև նա չփչացնի քո կալվածները, միջև չփչացնի քո հպարտությունը։ Ու քո երկիրը քեզ փխսում է իրանից, քո տարածքներից։ Եթե դուք չվերցնեք ձեր մեջից ձեր անօնությունները, ձեր պղծությունները, վերցրեք դրանք։ Ամեն ազգը, ամեն այս խոսքերը լսողը
Ինձնից սկսած բոլորս խոնարհվում են կենթանի Աստծո առաջ, մեր անօրենությունների համար, մեր պապերի անօրենությունների համար, մեր հայրերի անօրենությունների համար, բոլորը աստուպիտ են արի Աստծուց, բոլորը դարձի եկեք դեպի կենթանի Աստծուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի ողորմություն անի Տեր այս ազգին։ Նա կողորմի, երբ մենք դարձի գանք։ Նա կողորմի։ Ես տեսամ Քրիստոսին կանգնած Մասիսարի լեռան կողքը, ու նրա հետ երկու փառահեղ հրեշտակ։ Նա ավելի գեղեցիկ էր, նա ավելի սիրուն էր։ Նրա փառքը ավելի մեծ էր, քան թե Մասիսարը։ Ու նա նայում էր ուշադիր ամբողջ քո տարածքին թորգոմի տան մնացորդ։ Նա ուշադիր նայում էր լուր նայում էր քո տարածքներին։ Ու ամբողջ երկիրը եկավ շարժի։ Ու ամբողջ երկրի բնակչությունները փախան Տիրոջ ներկայությունից։ Չգտնվեց քո մեջ մեկը, որ կանգնի Տիրոջ փառքի առաջ։ Փախակ բոլորը Տիրոջ ներկայությունից։ Փախակ, ու նա ելել է քո դեմ։ Քո մեղքերն են դարձել, քո մեղքերն են կենթանի Աստծուց քեզ հեռացրել։ Ու քո մեղքերն են ամաչեցնում քեզ կանգնելու Քրիստոսի առաջ ու նրա փառքը տեսնելու ինչպես հայլու մեջ։ Փառք տվեք կենթանի Աստծուն, մեր միակ Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Դադարեք, հովիվեք, հովություն արեք։ Մի լայնացրեք ձեր գրպանները, լայնացրեք ձեր սրտերը Տիրոջ առաջ։ Ու մի անարգեք նրանց, ովքեր ուղարկում այսօր Տերը։ Բոլորդ այսօր սիրում եք ցուցադրական ձեր գործերը, ձեր բարեգործությունները տարածեք ամբողջ ինտերնետային ցանցերով ու համացանցերով, թե տեսնելու դեք ինչ եք արել։ Ահա լսեք Տիրոջ խոսքը։ Տերն ասում է, որ դուք արդեն ձեր վարձը ստացել եք։ Ես ասել եմ, որ ձեր ձախ ձեռքը չի մնա աջ ձեռքը, բայց դուք ձախ ձեռքով անում եք ու աջ ձեռքով ամբողջ համացանցնա հեղեղված ձեր բարեգործություններով ու դուք արդեն առել եք ձեր վարձքը։ Ու էլ չսպասեք Տիրոջից վարձք, որտեղ դուք ձեր վարձքերը արդեն ստացել եք։ Փառք տվեք կենթանի զորությունների Տիրոջը Հիսուս Քրիստոսին, միակ ու ճշմարիտ Աստծուն, միակ ու փառահեղ Աստծուն։ Խոսքն ասում է, որ ամեն բան ձերն է, իսկ դուք Քրիստոսին է։ Տիրոջ խոսքն ասում։ Ու շուտով կթակավորի մեր կենթանի Աստվածը։ Հալելույա, որտեվ ամբողջ իշխանություն ու զորություն երկնքում ու երկրի վրա տրված է մեր միակ փրկիչ Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ լինեն բոլոր նրանք, ովքեր սիրեցին մեր փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի հայտնվելը։